Ուրեմն սիրուններս, ես ես մի քանի օրվա մեջ բավականին նամակներ եմ ստանում, տառոլոգս մի հատ էս խնդիրը գնայեք, տառոլոգս այն խնդիրը գնայեք, ես ուզում եմ ասեմ, ես նայում եմ գլոբալ հարցեր, ձեր անձնականի, ձեր հարևանի, ձեր բարեկամի հետ կապված կամ ձեզ անհանգստացնող հարցերի համար դիմեք անհատական կանխատեսման, ստացեք կոնսուլտացիա եւ ձեր հարցերի պատասխանները։ Ես ունեմ մի քանի հարց նայելու, ես պետք է անպայման նայեմ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերը, Նախիջևան խոսք եմ տվել, գերիների վերադարձ եւ Ռուբեն Վարդանյան կազատվի, թե կմնա գերի, խոստացել եմ ուղղակի, որ կնայեմ։ Իսկ մնացածը, եթե ձեզ այդպես անհանգստացնում է, դիմեք անհատական կանխատեսման։ Հետո ես 1000 անգամ ասել եմ, իմ փլեյլիստում ամեն ինչ կա։ Անդադ ինձ հարցնում են, բա Նիկոլը երբ է գնալու։ Էսի սահմանին ինչ է, հա, Նախիջևանի հարցն է պետք է նայեմ, խոստացել եմ։ Ես ամեն ինչ այնքան մանրամասն եմ ասել, որ կարող եք մտնել TikTok-ի, ես YouTube-ում նոր եմ եւ YouTube-ում playlist մենակ կենթանակերպի 12 նշանները հունիսին, դա եմ կարողացել անել։ Բայց իմ TikTok-յան playlist-ում Հայաստան եւ գլոբալ հարցեր, այդ բոլորը կա։ Կարող եք մտնել, փնտրել ձեր ուզածը, այն ինչ որ ձեզ անհանգստացնում է, այսինքն հարց մեն Աննա Հակոբյանի չեք նայի։ Ես Աննա Հակոբյանի 2 ամիս առաջ եմ նայել, մինչև իրա այսպես ազատ դիտորդի դատի տալ արդեն ասել եմ, որ Աննա Հակոբյանին դատական պատասխանատվության են ենթարկելու խախտումները անենալու։ Եվ եթե հիմա ինչ-որ բան կարողացավ մանյովրել օգոստոս-սեպտեմբեր ամիսը շատ ավելի քրիտիկական է լինելու։ Մտեք նայեք, բա ում համար եմ այդքան այսպես անքուն գիշերներ անցկացրել նայել։ Հա, մեկ էլ հավատացյալները։ Ամեն բան Աստծո ձեռքում է։ Դե որ տենց է ինչ եք գնում բժշկի, դե Աստծո ձեռքում է, ինչքան կապրեք, բա բժշկի մի գնացեք։ Աստված ձեզ տվել է ուղիղ, բայց աշխատանքը Աստծո ձեռքում չի, ձեր ձեռքում է։ Իսկ ինչ ամենք ուրիշ բան ենք ուսումնասիրում, նույն Աստծո ստեղծած տիեզերական մոլորակների էներգիան չենք նայում։ Կամ տառոները սակրալ գործիքը, այդ գործիքներով ենք մենք աշխատում, դուք որ ինչի համար եք այտենց խոսում, եթե ձեզ հետաքրքիր չի, դուք կոնկրետ ասած ինչ նստատեղ եք տալիս իմ էջում, ասենց ասեմ, ինչի համար եք մտնում իմ էջ, նշանակում է հետաքրքիր է, չէ, բա որ հետաքրքիր է, կարում եք լեզուները ձեր ատամների հետևում պահեք։ Ես ես TikTok-ում այնքան բաներ եմ տեսնում, բա ինչի մի հատ չեմ գնում ինչ-որ մեկին բան, ինձ դուր չի գալի, ասում եմ վերջ։ Չեմ էլ մտնում, չեմ էլ նայում, մտնում եք, լսում եք, նայում եք, դուրս եք գալիս, մի հատ էս նիդավոլնի, ինչ-որ բան է գրում, դուրս եք գալի։ Ես ձեր համար հաստատ չեմ աշխատում, որտեղ դուք այն մարդիկ եք, որ որոշել եք սաղ կյանքը ծնկաչոք ապրել, ձեզ այսպես մի հատ գիրք են տվել, ասել են գիրքը ամեն ինչ է, վերջ, այդ գրքից դուրս էլ կյանք չկա, դուք այդ գրքի մեջ, էջերի մեջ ապրում եք։ Դրա համար ձեր ուղեղն էլ արժանգոտում, ձեր ոտքերն էլ արժանգոտում, ամեն ինչը ձեր մոտ ժանգոտում է, որտեղ չկա, դուք չեք հասկանում, որ այս ձեռը տվել է աշխատելու համար, ուղեղը տվել է աշխատելու համար, ոտքերը տվել է կյանքի ճանապարհ անցնելու համար, սիրտը տվել է ազգալու համար, կոկորդը տվել է խոսելու համար, արտահայտվելու համար, աչքերը տեսնելու համար։ Աստծո կամքն է։ Մի գնացեք բժշկ, ինչ եք աշխատում, Աստծո կամքն է, մի աշխատեք, վաղը սոված կմնաք, չեք մնա, բա դա ձեզ պետք է, Աստված թող որոշի, վաղը հաց կուտեք, երկնքից ինչ-որ բան կթափվի, կուտեք, թե չեք ուտի։ Էսով եք դուք, ինչքան կարելի է։ Հերու խաղացեք իմ էջից, հերիք եղավ։ Իմ էջը խիստ հակասում է ձեր տրամաբանությանը, եթե կա գոնե, այդքանը։